Այսօր Բաքվից դեպի Հայաստան է ուղևորվել ադրբեջանական բենզինի նոր խմբականակը, այն Երևան է հասնելու Վրաստանի տարածքով։ Թեման շարունակենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, առաջին խմբականակը արտոնյալ պայմաններով հասավ Հայաստան, այս մեկը ինչպես է լինելու։ Մինչ այդ պարզաբանեմ, ուրեմն այդ խմբականակը այսօր առավոտյան Բաքվից ոչ հեռու գտնվող Գյուզդեկ կայարանից դուրս է եկել եւ հավանաբար վաղը չէ մյուս օրը կհասնի Հայաստան, ու սովորաբար 1.5 օր է պահանջվում։ Այս երկրորդ խմբականակը արդեն կոմերցիոն սակագնով է անցնելու Վրաստանի տարածքը, այսինքն Վրաստանը ստանալու է այն գումարը, որի մասին պայմանավորվել են ադրբեջանցիների հետ, ինչպես դու հիշեցրեցիր, առաջին խմբականակի համար Վրաստանը որևէ գումար չէր գանձել, տեղեկություններ կային այն մասին, որ միգուցե երկրորդ խմբականակը եւս արտոնյալ պայմաններով հասնի Հայաստան, բայց որքան հասկանում եմ, ոչ, արդեն կոմերցիոն այդ պայմանները գործում են, ժամանակին ի սկզբանե Վրաստանը այսպես չափազանց բարձր սակագին էր փորձում թելադրել $92 1 տոննայի համար, ինչը Ադրբեջանը համարել էր մաքսային արգելք, այլ ոչ թե տարանցման գումար, որի դեպքում պաստորեն անիմաստ էր դառնում համագործակցությունը, բայց դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի եւ Վրաստանի արտգործնախարարները հաստատեցին, որ ձեռք է բերվել համաձայնություն, որը երկու կողմերի համար էլ ընդունելի է եւ իշխանությունները անգամ շնորհակալություն էին հայտնել Վրաստանի իշխանություններին իրենց ցուցաբերած բարի կամքի համար։ Թե կոնկրետ որքան է Վրաստանը գանձելու հայտնի չէ եւ ինչպես նաեւ հայտնի չէ թե որքան է Հայաստանը, այսինքն հայկական ընկերությունը վաճառելու ադրբեջանական ընկերությանը։ Որպես կողմ հայկական կողմից երկու նույն այն մասնավոր ընկերություններն են հանդես գալիս, որոնք եւ առաջին խմբականակի դեպքում էին, իսկ արտադրվում է այդ բենզինը Հեյդար Ալիևի անվան Բաքվի նավթամշակման գործարանում, որը պատկանում է Ադրբեջանի պետական նավթային կորպորացիային։ Սովորաբար այդ կորպորացիան հենց ինքն է որպես վաճառող հանդես գալիս, ամենայնիվս շատ հաճախ, բայց այս դեպքում գործարքը հայկական ընկերությունները կնքել են ադրբեջանական նավթային տրեյդինգային ընկերությունների հետ, որոնք կարծես պետական չեն, մասնավոր են։ Այսինքն պետական ացիաների միջև ուղիղ համագործակցություն չի եղել, թեև պարզ է, որ սա քաղաքական որոշման արդյունք է այս ամենը։ Երկարաժամկետ համագործակցության մասին պայմանագիր, ոնց հասկանում եմ, չունեն մեր ընկերությունները, յուրաքանչյուր խմբականակի գնման համար առանձին պայմանագիր է կնքվում։ Արտյոմ, այս անգամ ինչ վառելիք է գալիս Հայաստան։ Դեկտեմբերի 19-ին Հայաստան հասավ AI-95 տեսակի պրեմիում, մեզ մոտ ավելի տարածված է այդ անվանումը, տեսակի բենզին, 22 ցիստերն, 1220 տոննա, այս անգամ 3 անգամ ավելի մեծ է խմբականակը, եթե հավատանք ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկություններին, 3800 տոննա է, ադրբեջանական ABC մեդիա պարբերականը տեղեկություն ունի այն մասին, որ AI-95 բենզինը լինելու է 1800 տոննա, AI-92 բենզինը 1000 տոննա եւ դիզվառելիքը 1000 տոննա, այսինքն հիմնական մասը հենց այն AI-95 տեսակն է, որը աշխարհում ամենապահանջված բենզինի ուրեմն տեսակն է, որի ծավալները Հայաստանում եւս վաճառքի տարեց տարի աճում են, հիմա արդեն շուկայի գրեթե 30%-ը հենց այդ բենզինն է։ Բայց ինչն է հետաքրքիր, Ադրբեջանում այդ տեսակի A95 տեսակի բենզինի արտադրությունը ճանաչվել էր անիմաստ, քանի որ դրա ինքնարժեքը չափազանց բարձր էր։ Անցած տարվա գարնանը 2 անգամ նվազեցնել էին այդ տեսակի բենզինի արտադրությունը եւ որոշում էր կայացվել, որ այս տարվա սկզբից այլևս Ադրբեջանի Հեյդար Ալիևի գործարանը չի արտադրելու բենզինի այդ տեսակը։ Սակայն նոյեմբերի սկզբին որոշում կայացվել այն մասին, որ չէ, այնուամենայնիվ որոշ փոքր ծավալ կարտադրեն։ Դա հենց այն շրջանն էր, երբ որոշում էր կայացվել Ադրբեջանից նավթամթերք գնելու համար։ Եվ ես չեմ կասկածում, որ այս երկու որոշումները մեկը մյուսի հետ կապված էր, այսինքն Ադրբեջանը որոշել է այնուամենայնիվ արտադրել բենզին, քանի որ Հայաստանը կարիք ունի հենց նաև այդ բենզինի տեսակի։ Այսինքն Ադրբեջանը ամեն ինչ անում է, որպեսզի կարողանա դուրս գալ Հայաստանի նավթամթերքի շուկա, ամրապնդվել այստեղ, իսկ դա իհարկե բացի տնտեսականից նաև քաղաքական ազդեցության լծակ է։ Արդյոք ինչ-որ անհասկանալի բան է ստացվում, Հայաստանի համար արտադրում է, բայց իր կարիքների համար նույն բենզինը դրսից է գնում։
Իսկապես այդպես է եւ տարօրինակ է կարող է տարօրինակ թվալ Ադրբեջանը սեփական սպառողների համար ձեռք է բերում այդ բենզինի տեսակը արտերկրից 73%-ը Ռուսաստանից, այնուհետ Ռումինիայից, Էմիրություններից, Բելարուսից, Բուլղարիայից եւ ուշադրություն ամենահետաքրքիրը Վրաստանից անգամ Ադրբեջանը A95 տեսակի բենզին է ձեռք բերում եւ կարծում եմ տեղին հարց է առաջանում, հա, եթե Ադրբեջանին ավելի ձեռնտու է Վրաստանից բենզին գնել, քան արտադրել, ապա ինչն է մեզ խանգարում Վրաստանից նույն այդ բենզինը գնել։ Բաց աղբյուրներից ստացված ինֆորմացիայի համաձայն 2021 թվականին Ադրբեջանը վերսկսել է A95 տեսակի բենզինի ներկրումը Վրաստանից։ Անցած տարի մի քանի խմբականակ Վրաստանից այդ բենզինի հասել է Ադրբեջան։ Ոչ մեծ ծավալների, համենայն դեպս դա ավելի ձեռնտու է, քան արտադրել։ Ու պարզ է ինչու մենք չենք կարող Ռուսաստանից կամ Էմիրություններից, հա, պարզ է տեղափոխման ծախսերը ավելի բարձր են, բայց Վրաստանը մեզ սահման ունենք ընդհանուր այդ երկրի հետ։ Պարզ է, որ Վրաստանը Ադրբեջան էր վաճառում ոչ թե սեփական բենզինը, որը այդ ժամանակ դեռ չէր արտադրում, այլ ռեէքսպորտով էր զբաղվում, բայց միևնույն է դա ավելի շահեկան է։ Բայց հիմա հետաքրքիր նոր ինֆորմացիա, որը քիչ թե շատ թարմ է։ Black Sea Petroleum վրացական ընկերությունը, որը Կուլևի նավթամշակման գործարանի սեփականատերն է, պաշտոնապես հայտարարել է, որ արդեն այս տարվա փետրվարին կսկսի A95 տեսակի բենզինի արտադրությունը եւ դրա մատակարարումը, այդ թվում նաեւ այլ երկրների։ Եվ այս դեպքում կարծում եմ հասկանալի է դառնում, թե ինչու էր Վրաստանը այդպիսի բարձր սակագին տարանցման նշանակում, փորձում նշանակել, քանի որ գիտակցում էր, որ ինքը կարող է նույն այդ բենզինը մատակարարել Հայաստանին։ Եվ այժմ արդեն պարզ է դառնում, թե ինչու էր Ադրբեջանը շտապում ամեն ինչ անել, որպեսզի կարողանա հայկական շուկայում ամրապնդվել, մինչ այն օրը, երբ Կուլևի նավթամշակման գործարանը կսկսի A95 տեսակի բենզին արտադրել։ Այսինքն կրկին Հայաստանում շուկայում հաստատվելու եւ որպես քաղաքական լծակ դա օգտագործելու համար։ Շնորհակալություն, Արծո։